ուզում ենք շարունակենք այն ճանապարհի իրականությունը։ Սկսեցինք մի քանի շաբաթ առաջ, հիշում եք Հիսուսի ճանապարհը սկսած Իսրայելի հյուսիսից, այն Ֆիլիպպեի Կեսարիայի կողմերից, մինչև խաչելություն, հարություն, հետո անցած շաբաթ պատվերը հրամանը գնացեք, Սիոնի եւ Բաբելոնի, խորհուրդների իրականությունը, արդեն ոչ թե ազգերը գալիս են Սիոն, այլ Սիոնը գնում է ազգերի մեջ, Աստծո ներկայությունը, Աստծո փառքը։ Այդ ուղին շարունակվում է, այդ ուղին չի վերջացել Հիսուսի համբարձումով։ Հետաքրքիր է, որ Պողոս առաքյալը, երբ որ վկայում է իր ընթացքի մասին, ասում է այդ ուղու մասին, որ ասում են վատնա թե աղանդա, ես ուզում եմ վկայեմ, որ դա Աստծո ուղին է, Աստծո շարունակությունն է։ Ու քրիստոնեությունը, քրիստոնեական հավատքը կոչվեց ուղի, ճանապարհ։ Ճիշտ ոնց որ ներառելով, օգտագործելով Հիսուսի խոսքը, Հիսուսի ճանապարհը, Հիսուսի տրամաբանությունը։ Ավետարանները, երբ որ գրվեցին հենց այդ իմաստով, որ մեզ ներկայացնեն, մեզ նկատի ունեմ սերունդներին, որոնք անմիջական ականատեսները չէին Հիսուսի կյանքի, թե ով էր Հիսուսը եւ ինչ բերեց, ինչ ունենք իր միջոցով։ Հիսուսի թե կատարած փրկչագործությունը խաչի վրա, թե իր կյանքը որպես մոդել։ Եվ որ խոսում ենք շատերի հետ, մարդիկ բոլորը գիտեն, որ Հիսուսը մահացել է խաչի վրա։ Հալելույա, փառք Աստծո։ Ու վերջ։ Բայց մոռանալ որ Հիսուսը ապրել է նաև։ Ու ապրել է որով օգնում է մեզ ապրել իր նման մեր կյանքը։ Որովհետև փրկությունը զուտ մեղքերի ներումը չի, փրկությունը նաև նոր կյանք ապրելն է։ Մենք ուղղակի չենք ներվել ու վերջ, հալելույա, մեր բոլոր մեղքերը ներված են իր անունով, մեր անցյալում գործված մեղքերը, մեր ներկա կամ նույնիսկ ապագայում գործված մեղքերը, գործվելիք մեղքերը, բոլորը ներված են Հիսուսի միջոցով, խաչի վրա, այնտեղ են, դա կատարված է, փառք Իրան։ Okay, ներվել եմ, հետո ինչ եմ անելու։ Շարունակում եմ ուղղակի ներված իմ հին կյանքը, թե ներվել եմ, որպեսզի նոր կյանք ունենամ։ Ու ներվում եմ, որտեղ դեռ սովորում եմ այդ նորի մեջ ապրելը։ Քրիստոնեական կյանքը դա նոր կյանք է, չէ՞, այդ ապաշխարություն բառը նշանակում է դարձ դեպի նոր իրականություն, փոփոխություն, մերժումը հնի եւ նորի մեջ ապրելը։ Դրա համար կարիք ունենք ներվելու, որտեղ եթե չներվենք, մեր ամեն սխալի համար Աստված կկտրի մեզ իր հաղորդակցությունը։ Դրա համար Հիսուսի խաչը ապահովում է մեզ ներումը, Աստծո այդ հաղորդակցությունը, որպեսզի Աստծո Սուրբ Հոգին շարունակի մեզ ապրեցնել, նմանեցնելով Հիսուսին, օգնելով մեր կյանքը դարձնելով Հիսուսի կյանքի նման։ Դա համար 33 տարի Հիսուսը ապրեց, որպեսզի մենք իմանանք ինչ է այդ նոր կյանքը, ինչպիսին է ինքը։ Ինչ է նշանակում ապրել նոր կյանք։ Դա ինչ է գաղափար է, ինչ որ մոդել է, ինչ որ սկզբունքներ է, դա այդ անձի կյանքն է, ապրել Հիսուսի նման։ Աստվածաշնչի նոր կտականի հիմնականում կարող ենք նոր ուխտի մարդիկ ենք, եւ որ ընթերցում ենք ավետարանները, շատ անունների ենք հանդիպում, չէ՞, օրինակ հանդիպում ենք Նոյին, հանդիպում ենք Ադամին նույնիսկ, հանդիպում ենք Ղովտին, Աբրահամին, Մովսեսին, Դավիթ, Սողոմոն, Զաքարիա, Աբել, չէ՞։ Հիսուսը ասել է դա անուններ կան։ Եղիան, չէ՞։ Անուններ ենք հանդիպում, հերոսների անուններ են։ Իրանք պարբերաբար ավետարանների մեջ տարբեր ձևերով առնչվում են, չէ՞, տարբեր իրականությունների համար։ Չէ՞, հանդիպել եք այդ անուններին, թե մենակ ես իմ ավետարաններում այդ անունները։ Բայց նկատում եք հարությունից հետո ուրիշ անուն չկա, բացի Հիսուս անունից։ Ողջ հիշատակությունները, բոլոր հիշատակությունները մի անունի հետ է կապված, Հիսուս անունի հետ։ Կարծես թե այդ բոլոր անունները, այդ բոլոր հերոսները անհրաժեշտ էին, որպեսզի այս անունը, վերջին անունը, միակ անունը, Հիսուս անունը ընդգծվի, որովհետև նրանք բոլորը, որոնք հերոսներ էին, որոշակի բանում հերոս էին, որոշակի բանում ձախողում էին։ Չկար իդեալական հերոս, հա։ Իրանք թե Աստծուց ինչ-որ օրհնություն էին ունենում, ինչ-որ լավ բան էին անում, ինչ-որ լավ որակ ունեին, բայց հետո լիքը լավ վատ բաներ էին ունեին, չէ՞, ինչ-որ բաներում ձախողվում էին, ինչ-որ բանում հաջողվում էին։ Այդ բոլորի լավ կողմերը հավաքական կերպով ի վերջո մի անձի մեջ ձևավորվեց, հավաքվեց, կենտրոնացավ, դրսևորվեց, առանց նրանց բոլորի տկարությունների, թերությունների, սխալների ու մեղքերի, Հիսուս անձի մեջ։ Դա համար մենք այլ անունի կարիք չունենք,
Ու ինձ շատ ցավ է, երբ որ քրիստոնեական եկեղեցիներում այլ անուններ են հնչում որպես մոդել, որպես օրինակ, որպես, չգիտեմ, նմանվելու Աբրամի օրինակը, չգիտեմ, Եղիայի օրինակը եւ այլն։ Եթե այդ բոլոր օրինակները մեզ չեն ուղղորդում դեպի մեկին, կատարյալին, Հիսուսին, ուրեմն մենք հին ուխտ ենք քարոզում։ Իմ ասել եմ ու ելի կասեմ, իմ լավ ուսուցիչս ասեց, եթե քո քարոզին հրեան եւ մուսուլմանը ամեն կասեն, ուրեմն դու հերձվածողություն ես քարոզում։ Որովհետև Հիսուսը գայթակղություն է բոլորի համար։ Ով է Հիսուսը, ջախջախումն է։ Հələ հիշեք, կարդում ենք Գործք առաքելոցում կարդում ենք, Հիսուսին ներկայացնում են, երբ որ ասում են այս Հիսուսը, հա, այս Հիսուսն ազովրեցին, ում Աստված մեռելներից հարություն տվեց եւ իր միջոցով մեղքերի թող փաստեր չէ՞ որ մարդը հարություն առել։ Գերեզմանն էլ կար, կարող էին ստուգել, վկաներն էլ կային, ամեն ինչ էլ կային։ Գիտեք ինչն էր իրանց արձագանքը, ատամները կրճտացրին կատաղությունից։ Փաստը կար, իրականությունը կար, չկար ընդունելությունը։ Որովհետև Հիսուսը գայթակղություն է հրեաների համար։ Խաչը իր գայթակղություն է հրեաների համար։ Խաչը հիմարություն է հույների համար, հեթանոսների համար։ Բոլորի համար Հիսուսը կամ գայթակղություն է, կամ անիմաստություն է, կամ հիմարություն է, մերժելիք է։ Մի պատճառ կա, որով մեկը կարա հավատա Հիսուսին, որևէ մեկը։ Աստված ինքն է հավատալ տալիս։ Մի պատճառ կա, որով ես ու դու այսօր այստեղ ենք։ Եսային ասում է, ոչ մի գրավիչ բան չկար նրանում, որ հաճենայինք իրեն, որ ցանկանանք իրեն։ Իրականում իրոք խաչված մեսիան որևէ ձևի գրավիչ չի։ Մեր բոլորի համար մի անուն կա։ Այդ բոլոր հերոսները, ոմանք Կեփասյան էին, ոմանք Ապողոսյան էին, հա, մի հերոս կա, մեկինն ենք մենք, Հիսուսը։ Սա ֆոկուսն է, սա ասած բոլոր հերոսների տիպոլոգիական կամ նմանաբանական ամբողջականացումն է։ Դա համար մեր երգերի մեջ, մեր վկայությունների մեջ, մեր քարոզների մեջ, մեր հավատքի տենց հետևման, հա, օրինակների մեջ, եթե բացի Հիսուսից որևէ մեկը կա, մենք հին ուխտ ենք կամ, չգիտեմ, վրիպել ենք նոր ուխտի իրականությունից։ Հարությունից հետո մի անուն կա միայն, դա Հիսուսի անունն է։ Թղթերի մեջ մի անուն է, Գործք առաքելոցում մի անուն է, մեր կյանքում ու մեր քարոզչության մեջ մի անուն կա, ու դա Հիսուս անունն է։ Հալելույա, փառք Իրան։ Հա, գիտեմ, բոլոր կարող եմ գործընկեր կամ ծառայեկից լավ հովիվները, եղբայրները, քարոզիչները ված գան այդ խոսքից, որովհետև շատ կան տարածված Մովսեսի մասին, Եղիայի մասին, օքեյ է ունենալ բոլորին որպես տենց ասած սկզբնական, հա, ինչ որ մի երևույթ ընդգծելու համար։ Բայց եթե դա մեր քարոզը, քո քարոզը, սիրելի աղբերս, քույրս, քո վկայությունը չի ուղղում Հիսուսին, մնում է Մովսեսի վրա, մնում է Եղիայի վրա, մնում է ինչ-որ հոգևոր սկզբունքի վրա, ինչ Պողոսի վրա անգամ, դու հերձվածողություն ես քարոզում։ Մենք քարոզում ենք Քրիստոսին, այն էլ խաչվածին, փառք Իրան։ Ու դա մեր Ռեմայի, մեր եկեղեցու կարևորագույն արժեքներից մեկն է։ Հիսուսը եւ իր ավետարանը ունենալ կենտրոնում ամեն ինչի, փառք Իրան։ Հռոմեացիների առաջի գլխում, երբ որ Պողոսը գրում էր Հռոմեի եկեղեցու նամակ էր գրում, դժվար խնդիր ուներ։ Հռոմեացիները նախ տենց քթները ցցած ժողովուրդ էին, իրանք աշխարհի կենտրոնն էին, Հռոմը։ Դուք չեք պատկերացնի ինչ նշանակում հռոմեացի լինել, Հռոմում ապրել, Հռոմի քաղաքացի լինել, հա։ Ու իրանց ինչ-որ բան փորձել սովորեցնելը, ինչ-որ բան համոզելը, հա, իրենք կայսրերին ամեն օր տեսնում էին, իրանք այդ Հռոմի իրականության աշխարհի գլուխն էին իրանք էին որոշում, Հռոմն էր որոշում ազգերի ճակատագիրը, համարվում էր գերագույն իրականությունը աշխարհի մարդկային որևէ երբևէ եղած։ Եվ Հռոմի կայսրերը այն կարգի մեծարված են, որ իրանք Աստծո որդի էին կոչվում։ Գիտեք, որ Հռոմի կայսրերը Աստծո որդիներ էին կոչվում, որ իբր իրենք անմահ էին,
ու կայսրի թաղման ժամանակ գիտեք արծիվին բաց են թակում բաց թողում, որովհետեւ կայսրներ իր հոգիներ գնաց այդ արծիվը։ Դա Հռոմի նշանը արծիվն էր, եթե կհիշեք, որից վերցրեց նաև ֆաշիստական Գերմանիան, նացիստները նշանը վերցրին Հռոմի, Բյուզանդիան արծիվ ուներ, Ռուսաստանը արծիվ ունի։ Տենց իմիջայլոց նկատելու համար։ Հավ? Մեր գերբին մի քիչ ուրիշ է, մենք առյուծել ունենք, էլի։ Բալանսի ենք գցել։ Մի կողմ առյուծա, մի կողմ արծիվա։ Հռոմեացի նամակում Պողոսը հետաքրքիր հայտարարությունով է սկսում ու հասկանալու իր ուժ ազդեցությունը պետք է հռոմեացի լինել, բայց գոնե ինչ-որ չափի կարող ենք հասկանալ։ Պողոսը այսպես ասում, որ Աստված ինձ որոշեց իր ավետարանի համար, իր որդու Հիսուս Քրիստոսի եւ մեր Տեր, իր որդին է, մեր Տերն է։ Երկուսն էլ կայսրի կոչումներ, կայսրը Տերն էր մարդկանց եւ որդի էր Աստծո։ Ու Պողոս այդ կոչումը տալիս է նկարագրում է Հիսուսին, կարծես կայսրը ուզուրպացրել է, գրավել է այդ կոչումը, ինչը պատկանում է Հիսուսին միայն, ով իր մարմնի կողմից Դավթի սերունդից էր, թագավորական այրուն ուներ, տենց ասած հայերեն ասած ես լիշտո, հա, թագավորական այրուն ունի այդ մարդը, բայց որպես որդի Աստծո հայտնվեց զորությամբ մեռելներից հարություն առնելով։ Ուզում եմ ասել, որ կայսրն է տենց հայտնվել։ Այդ որ իրանք կոչվում են Աստծո որդի, որ մեկն է հարություն առել զորությունով։ Ոչ մեկը։ Իսկն իրական կայսրը, ով Աստծո որդի է եւ Տեր է, ում պետքա դավանել Տեր եւ ընդունել որպես Աստծո որդի, իր բնությամբ եւ իր դիրքով մեր համար որպես Տեր, դա Հիսուս անձն է։ Հալելույա։ Ու այդ Հիսուսին ես դու հավատում ենք։ Ու դա մեր շնորհքը չի, եթե պատկերացնեք ինչ է նշանակում այդ մեծ արտոնությունը հավատալ Հիսուսին։ Սա մեզանից չի, Աստծո պարգևն է, փառքին է։ Ավետարանիչները իրանց կուլմինացիան տարբեր ձևի են վերջացնում, հիշում եք, Մատթեոսը շեշտում է մի անուն, որ մկրտեն ազգերին մի անունով, հանուն մի անվան մեջ, Հորը, Որդու եւ Սուրբ Հոգու, չէ՞, եւ շեշտում է գնացեկը։ Եկեղեցին գնաց, լսեց Մատթեոսին։ Հետո գրեց Մարկոսը, առաջինը Մատթեոսն է գրել։ Հետո գրեց Մարկոսը եւ ասեց գնացեք ամենքին ավետարանը քարոզեք։ Գնալը լավ է, բայց պետք է ավետարան քարոզել։ Գնում ես ինչի համար։ Գնում ես ավետարան քարոզես։ Ով որ հավատա կփրկվի, ով որ հավատա մկրտվի կփրկվի, ով չհավատաս կդատապարտվի։ Այսօր շատերը իմ գործ արել եմ, ես վկայել եմ, ուզում ես հավատա, փրկվի, չես ուզում դատապարտվի։ Ես իմ գալչկան դրել եմ, իմ խիղճս ազատ է, всё, Աստծո առաջ ճիշտ եմ։ Եթե Աստված ինձ մի օր հարցնի ես քո համար, ես կասեմ, ես վկայել եմ, ինքը չի հավատացել, այդ իր խնդիրն է։ Ձեռքերս լվանում եմ։ Պիղատոսի նման։ Ղուկաս ավելի ուշ գրեց, տեսավ Մարկոսի եւ Մատթեոսի գրածը ինչ է ազդում եկեղեցում, որ մի բան պակասա մարդկային հարաբերությունը։ Պակասա մարդկանց ոչ թե հավատավոր փրկվեսը, այլ ներվել ես, որ նոր կյանք ունենաս։ Ղուկասը իր ավետարանը վերջացնում է այսպես, երբ որ Հիսուսը հարություն առած հանդիպեց, որ այսպես գրված էր մարգարեների մեջ եւ այսպես պետքա լիներ, որ Քրիստոս պետքա չարչարվեր եւ իր անունով մեղքերի թողություն եւ ապաշխարություն քարոզվի բոլոր ազգերի մեջ սկսած Երուսաղեմից։ Ինչ քարոզվի ավետարանը ինչա, ներում եւ հարաբերություն։ Սուտ չես գնում ասես կամ հավատա փրկվի չէ, всё, կորոր դժոխքի բաժին ես, այսպես Աստված հրավիրում է հարաբերության։ Մեղքի պատճառով քո իր հարաբերությունը կտրվել է, դա համար իր որդին լուծեց այդ հարցը։ Ուզում ես Աստծո հետ նոր կյանք ունենաս։ Ուզում ես ներված լինես Աստծո մոտ եւ Աստծո հետ նոր կյանք ունենաս։ Ղուկասու ավետարանը հրավեր է հարաբերության Աստծո հետ։ Մեր ավետարանը հրավեր է։ Մեր ավետարանը կամ հավատա կփրկվես, չէ կմեռնեսը չի։ Մեր ավետարանը Աստված իր որդուն տվել է, որպեսզի քո հետ հարաբերություն ունենա։ Ուզում ես այդ հարաբերությունը։ Մենք վկայենք մի բանի, որ Աստված հարաբերություն է ուզում։ Կողոսացիս առաջի գլխում կարդում ենք, որ ամենքին, ինչ որ ինքը ստեղծել է երկնքում ու երկավորների մեջ, ամենքին Հիսուսի խաչով հաշտեցրել է իր հետ։ Բոլորին։
Ոչ թե կալվինիստների նման, ովքեր հավատում են, որ ոմանց համար է մահացել Հիսուսը, Հիսուսը բոլորի համար է մահացել, որ բոլորը դեպի Աստված հնարավորություն ունենան, դեպի Աստված մոտենալու առիթ կարողանան, բոլորի համար ճանապարհ կա, բոլորի համար հնարավորություն կա, ոչ թե զուտ ընտրյալների համար։ Բոլորն են հրավիրված։ Այո, բոլորը չեն ուզենում այդ հարաբերությունը, որը ոչ թե հավատա, որ փրկվես նա, այլ Աստծո հետ ուզում ես ապրես։ Որտեղ մի օր Աստված պետք է ասի, դու չուզեցիր ինձ ուղակի։ Դու ուզեցիր ուրիշ կյանք, ոչ թե այն կյանքը, որ ես ունեի։ Ու ես կյանքն եմ, հա։ Դու չուզեցիր ինձ, դա համար ինչ որ դու ունես հիմա, այն ուր որ գնում ես դատաստանից հետո գնում ես քո ընտրածը։ Դու ինչ չուզեցիր, օքեյ, ուզեցիր ուրիշ բան, այդ ուրիշ բանը ինչ որ դու ընտրել ես հիմա քոնն է։ Ու կլինեն նրանք, ովքեր կընտրեն Աստծուն, գոնե ասեն, ես ուզում եմ համոզվեմ, չէ՞։ Եվ որ դու վկայում ես ավետարանը հետ, Աստված իր որդուն խաչել է, որ քո հետ հարաբերություն ունենա, դու իրանը լինես, իր որդին դառնաս։ Ուզում ես թե չէ։ Հա մարդը ասում է, ես արժանի չեմ, ճիշտ է։ Ո՞վ ասում արժանի ես։ Ես էլ չեմ, ոչ մեկս չենք։ Արժանիքի հարց չի։ Ուզում ես թե չէ։ Գոնե ուզում ես համոզվես դա ռեալ է թե չէ։ Չէ, Աստված եթե արել է, եթե իր որդուն խաչել է, կա մի բան, որ Աստված կպահի։ Գրված Աստված, որ իր միասին չխնայեց, ամենքիս համար խաչ անեց, ինչպես իր հետ ամեն բաները չի տա։ Մենք մենակ մեր մասին ենք մտածում, դա մեր մասին չի, որոշ թե մարդիկ մտածում են դա բժշկությունն է, դա հրաշքն է, դա ֆինանսներն է, իրականում դա մարդկանց անձանց կյանքում ներգրավելն է։ Եթե Աստված իր որդուն տվել է ինչ-որ մեկի համար, ինչպես չի գնա իրան հանդիպելու։ Ձեռք չի մեկնի, մոտեցեք Աստծուն, Աստված կմոտենա ձեզ։ Սա հրավեր է, սա մեր ավետարանն է։ Ոստեղ Ղուկասը լրացրեց այդ գնացեք, քարոզեք, կատարեքը, չէ, մենք հրավիրում ենք հարաբերության Աստծո հետ։ Ու Հովհաննեսն էլ իր առաջին համակում ասում է կենաց բանի մասին, որ մեր աչքերը տեսան, մեր ականջները լսեցին, մեր ձեռքերը շոշափեցինք, հա, այն կյանքը որ Աստծո մոտ էր ու հայտնվեց, հիմա ասում է մենք էլ ենք վկայում, որ դուք էլ նույն հարաբերություն ունենաք։ Ինչպես մեր հարաբերությունը հոր իր որդու մեջ է, այդպես էլ դուք էլ մեր հետ հարաբերություն ունենաք։ Հարաբերության մասին ավետարանը։ Այսօր ավելի շատ ավետարանը քարոզում է, չգիտեմ, հավատա թե չէ դժոխք ես գնում, չգիտեմ, հրավերը հարաբերության, ինչը կորցրել եք։ Ու եթե մարդու համար գոնե հետաքրքիր է, դա ռեալ է թե չէ, մարդը քայլ կան, ասի ես չեմ հավատում, բայց ինձ հետաքրքիր է, ես ուզում եմ համոզվեմ։ Ես ուզում եմ հասկանամ այդ ճիշտ է թե չէ։ Չէ՞։ Ինչ է կարծում, Աստված ինչ է անում այդ մարդուն, ով ուզում է համոզվի, ուզում է իմանա։ Ոնց կարող է իր որդուն այդ մարդու համար տված Աստվածը չգնա անթառաջ, չհայտնվի իր կյանքում։ Ու շատ վկայություններ ենք լսում ու դեռ կլսենք, ինչպես այդ պահի աղոթքները, շատ անգամ մեկ ասում են, ես չեմ հավատում, բայց եթե կա Աստված, թող աղոթում են գործում Աստված։ Եկեք ռեալ լինենք, վստահ լինենք, հա, համարձակ լինենք։ Մեր ավետարանը կենթանի Աստծո հրավերն է, ով իր հրավերը տվել է, այդ հրավերի ետևում կանգնած է։ Փառք Իրան։ Հովհաննեսը իր ավետարանը ամենավերջում գրեց եւ իր ավետարանը վերջացրեց երկու հիմնական բանով՝ անհատական կոչով արի իմ հետևից, Պետրոսին ուղված եւ արի իմ հետևից առանց մտածելու թե ես ում համար ինչ ունեմ, չէ՞, որ Պետրոս ասեց, բա Հովհաննես ասեց, քո գործը չի, եթե ուզեմ ինքը մնա, քո ինչ գործն է, դու արի իմ հետևից։ Անհատական է Հիսուսին հետևելը։ Դա ամբողջ չի, դա ամբողջական չի, ամբողջային չի։ Այո, մենք համայնք ենք, կգանք դրան։ Բայց մեր Հիսուսի կանչը բոլորիս համար անհատական է։ Ու ինչին ինձ կանչելա, քեզ չի կանչել։ Ինչ քեզ է կանչել, քո կողքին ինչի կանչել։ Ամեն մեկից տարբեր բաների է կանչել։ Ինքը ինչպես կամեցել է։ Ում ինչ գործն է, թե քեզ ինչի է կանչել, մյուսին ինչի է կանչել։ Ինքը գիտի, ինքն է Տերը, համաձայն եք։ Ես կարևոր է իմ կանչվածի մեջ հավատարիմ լինեմ, իմ կանչվածը բացահայտեմ, ինչի է ինձ կանչել, էլ չնայեմ աչ ու ձախ, դες հովի պես չեմ կարող քարոզել, ուրեմն գործ չունեմ քարոզելու հետ։ Որ դու տեսնեիր հովը ոնց է քարոզում սկզբում, ընդհանրապես գործ չես ունենա քարոզելու հետ։ Եվ երկրորդը Հովհաննեսը վերջացնում է հարաբերությունով, թաց ուտելով, հա, իրար հետ կիսելով կենցաղը։ Ինչու՞։ Որովհետև քրիստոնեական կյանքը դա Աստծո հետ հարաբերության կյանքն է։ Քո կոչումը ապրես իր հետ հարաբերության մեջ։ Վերջ։
Ողջ քրիստոնեական կյանքը հարաբերվել իր հետ եւ ապրել քեզ տրված աստվածային կոչումը։ Մի բանաձև կա, ինչ է քրիստոնեությունը։ Դա բարդ աստվածաբանություն չի, դա պարզ մի իրականություն է։ Հիսուսի ներկայությունը քո կյանքում, կենցաղը, դա հաց ուտելն էր իրանց հետ, հա, դա իրանց վախերից խոսելն էր, դա իրանց խնդիրներին առնչվելն էր։ Աստված ուզում է իմ ու քո հետ կենցաղ կիսի։ Մենք մտածում ենք սենց Աստված գալիս է, մեզ կտրում է մեր կենցաղից, մեր կյանքից, արի ես քեզ տանելու եմ ավետարանը քարոզես, արի ես քեզ տանելու եմ ծառայես։ No, դա չի։ Ես եկել եմ քո հետ ապրեմ քո կյանքը, իմ կյանքը։ Ավելի լավ կյանք, խաղաղության կյանքը, մաքրության կյանքը, նվիրման կյանքը, սիրո կյանքը, ապահովության կյանքը, իմ կյանքը ուզում եմ քո հետ ապրեմ։ Դա է Հիսուսի քրիստոնեությունը, դες ասած։ Ավետարանը դա է, ոչ թե հավատա մի օր երբ կգնաս երկինք մահիցդ հետո։ Չէ, հավատա որ հիմա ապրես այդ կյանքը։ Հիմա ապրես Հիսուսի հետ։ Հիշեք մի բան։ Մենք ոչ թե ապրում ենք Հիսուսի համար, մենք ապրում ենք Հիսուսի հետ։ Քանի Հիսուսի հետ չես ապրել, Հիսուսի համար չես ապրելու։ Միայն իր հետ ապրելով է, որ կապրես իր համար։ Դամար գնացեկը, երբ որ կտրվում է իմ հետ լինելու, ուրիշ ծայրահեղության է տանում։ Այսօր տեսնում ենք լիքը ավիրված կյանքեր, ընտանիքներ, որոնք կարծես թե հնազանդվում են Աստծուն, կարծես թե անում են Աստծո ուզածը, բայց իրենց կյանքը ավիրված է, դատարկ է, կորցրել են հարգանքը մարդկանց, հարաբերությունը մարդկանց, ու մենակ նստած ներքին մի հատ ես ճիշտ եմ, ես լավ եմ, ես հոգևոր եմ, ես Աստծո մեջ եմ, բայց դատարկ, ոչ լիարժեք, կիսատ կյանքերում, ավիրված, աչքերի մեջ թախից, ուրախություն չկա, այդ է Աստծո կյանքը քո կյանքում, դատարկությունն ու անընդհատ վազելով ինչ-որ բան անելը, անպայման ինչ-որ բան անելը Հիսուսի համար, եկեղեցու համար ու դրանով լցնել քո ներսը հավանելով որ դու լավն ես, ճիշտ ես, ամեն ինչ տեղում է, ոչինչ էլ տեղում չի։ Մի արա ոչի բան Հիսուսի համար, արա Հիսուսի հետ, ապրի իր հետ, տար իրան քո կենցաղի մեջ, տար քո խնդիրների մեջ, քո առօրյա, ինքը ուզում է, գիտեք որ Աստված ուզում է վերապրի մեր հետ, մեր կյանքի իրականությունը։ Մեղք կա քո կյանքում, ինքը կփոխի հետ։ Խնդիր կա, ինքը կուղի, կուղորդի, հարաբերություններ տա քանդված ընտանիքում, կնոջդ հետ, ամուսնուդ հետ, կիսուրիդ հետ, հարսիդ հետ, Հիսուսին տար, իր հետ եղի, հրավիր իրան քո, խոսա իր հետ, աղոթի իրան, խնդրի ինքը գա, ներգրաված լինի, խորհուրդ տա քեզ, առաջնորդի քեզ, բեր քո կյանքը տեսես ոնց է այդ կյանքը փոխվում։ Ինքը այնտեղ է, սպասում այդ հրավերին, ինքը այնտեղ է գալու, ապրելու մեր հետ, չի ուզում դու առաքյալ լինես։ Դե որ կարծում ենք այդ գնացեք բոլոր ուզում են վազեն առաքյալ լինեն։ Ժողովուրդ ջան, ով առաքյալությանա կանչված կլի առաքյալ, հանգիստ է։ Դու հələ ապրի իր հետ։ Հիսուսի աշակերտները 3.5 տարի իր հետ ապրեցին, տենց էլ չհասկացան ով են իրանք։ Լուր մնաց թե ով է Հիսուսը։ Դամար երբ որ հարությունից հետո Հիսուսը հանդիպեց իրանց, նույնիսկ տալով այդ հրամանները, գնացեք, ավետարանեք, չէ, Մարկոսն ասում, Մատթեոսն ասում, քարոզեք մարդկանց փրկությունը, մեղքերի թողությունով եւ այլն, ասեց, բայց հələ տեղ չգնաք։ Հələ որ մնացեք Երուսաղեմում։ Մնացեք մինչև զորություն կստանաք։ Մնացեք մինչև կգա դրա ժամանակը գնալու։ Դուք իմացեք, որ դուք կանչված եք գնալու համար, բայց կգնաք այն ժամանակ, երբ որ ճիշտ ժամանակը կլինի։ Դու գիտես, որ դու կանչված ես, ինչ-որ բան պետք է անես իր համար, իր հետ, բայց դրա համար ժամանակ կա։ Այդ ժամանակը ինքն է որոշում։ Դու չես որոշում։ Վայելի իրան, մինչև կգա այդ օրը, քո գործը չի այդ երբ կլինի, ինչպես կլինի, հա։ Վայելի իրան միշտ։ Ու այն ում համար դու պետք է նշան լինես, ոնց որ այդ օրը, երբ որ Պենտեկոստեն եկավ, չէ, եւ իրանք հрьяաների համար որ Երուսաղեմում էին, տաճարում էին, այդ պահին նշան եղան, չէ, որտեղ ասին, «Օ, այս մարդիկ գալիաց են բոլոր, բայց մեր լեզուներով են խոսում, աղոթում են, փառաբանում են Աստծուն»։ Նշան էր դա իրանց համար, 3000 մարդ ապաշխարեց այդ օրը։ Այդ նշանի պատճառով։ Բայց այդ հատուկ օր էր, որ Տեր ասել էր կսպասեք, առաջ չընկնեք,
Սովորեք ինձ սովորեք, ինձ լսել սովորեք, ինձ վայելել սովորեք, իմ կյանքը սովորեք, կգա ժամանակը ուրիշների կյանքում նշան լինելու համար։ Ես կորոշեմ ում կյանքում երբ կլնես նշան։ Դու իմ հետ սովորել ես ապրելը, դու սովորի ինձ ճանաչելը, իմ հետ լինելը։ Հիսուսը երբ սկսեց ծառայել։ Այն պահից, երբ որ Հորդանանում Հովհաննես Մկրտչի մոտ մկրտվելու ժամանակ ինչ եղավ, Սուրբ Հոգին իջավ իր վրա, ու դրանից հետո Հիսուսը գնաց ծառայելու։ Փորձվեց անապատում սատանայի կողմից 40 օրվա մեջ, հետո սկսեց ավետանը քարոզել, չէ՞, սկսեց գործել։ Բա մինչև այդ ինչ չէր անում, 30 տարեկան տղամարդ էր։ Չգիտեր Աստծո կամքը, չգիտեր որ ինքը Մեսիան է, գիտեր, բայց գիտեր որ հոր որոշած ժամանակը կա։ Ու երբ որ հոր որոշած ժամանակը կա, Աստված էլ գործում է այնտեղ մարդկանց մեջ։ Դե որ մեր որոշած ժամանակն է ու Աստված չի որոշել, ոչինչ չի լինելու։ Միայն գայթակղեցնելու ենք, ցավացնելու ենք, հիասթափացնելու ենք, բայց մեր սրտում մեր համար մի գալչկա ենք դնելու, ես արեցի։ Տես ես քո համար Տեր արեցի։ Դու իմ համար ավիրեցիր ուղղակի։ Համբերի, սպասի ժամանակ կա։ Քո ընտանիքի համար, քո ընկերոջ համար, քո կնոջ համար, ամուսնու համար, ընկերներիդ համար նշան լինելու ժամանակ կա։ Աստված է որոշում երբ, որտեվ մենակ դու չես, որ պետքա փոխվես, պատրաստվես, իրանց կյանքում էլ Աստված գործում։ Իրանց կյանքում էլ դուր կա, ժամանակ կա, որ իրանք են պատրաստ դառնում։ Մենք բոլորս հավատացել ենք այն ժամանակ, այն պահին, երբ որ մեր կյանքում լավագույն ժամանակն է եղել։ Պատրաստել Աստված մեզ հավատալու համար։ Բայց չի եղել, process ամեն ինչ։ Այդ օրը Պենտեկոստեն լավագույն օր էր, որպեսզի այդ բոլոր հավաքված մարդիկ տարբեր ազգերից եկած այդ նշանը տեսնային ու բաց էին արդեն, բայց ուրիշ օր գար Պենտեկոստեն։ Հոգին իջներ, բոլորը մկրտվեին լեզուներով սկսեին աղոթել, օտար լեզուներով խոսել, բայց ոչ մի օտար երկացի մարդ չկար։ Ում համար էր այդ նշանը լինելու։ Կքարկոծային իրանց տեղում բոլորը, որտեղ ասեն գժվել են այս մարդիկ։ Հələ լավա Պենտեկոստեին ասին հարբել են։ Մտածեն խելքներ գցել են կամ դիվահարեն նույնիսկ, ավելի վատ կլներ։ Ժամանակը, երբ որ Աստված որոշում է, ամեն բան, ամեն ինչ բոլորի համար լավագույն ձևի պատրաստում է, թե մարդկանց սրտերն են պատրաստ, թե դու ես պատրաստ նշան լինելու։ Համար պատրաստ եղի գնալու, բայց սպասիր, երբ որ նշան կլինի, սպասի, երբ որ ժամանակը կգա։ Համար սովորի լսես, սովորի ապրես իր հետ, սովորի կենցաղը կիսել իր հետ։ Մենք շատ անգամ իրականում Աստծո ձայնը սովորում ենք լսել կենցաղային բաներում։ Մեզ մտածում ենք սա երկրպագության ժամանակ, մեզ մարգարեական խոսք կտան, կամ Աստված բարձր խոսի։ Հավատացեք, Աստված ավելի շատ քեզ խոսելու է քո կենցաղի մեջ։ Աման լվալուց խորհուրդ է տալու, չգիտեմ, կարող եմ ասել Աստված ինչ գործ ունի աման լվալուց խորհուրդ կտա, ինձ տվել է։ Կարող է ցողերը կարիք չունի դրա, բայց ես կարիք ունեի։ Այնպես տեղերում կարող եք լսել Աստծո ձայնը, չէիք սպասի, որ Աստված այդտեղ խոսի քեզ։ Ու տենց բաներից, բայց այդ բաների միջոցով Աստծո սորեցնում է լսել իրան, զանազանել իր ձայնը։ Մանավանդ որ ինչ-որ մի բան հուշում է, մեկ էլ չես անում ու տուժում ես, պետք է լսած լինի։ Այդ երևի Տերն էր, հա։ Ուզում ենք ավելի ուշադիր լինել, զանազանել իր ձայնը։ Երբ որ կգա քո ժամանակ ինչ որ մեկի համար, ինչպես Պենտեկոստեին այդ մարդկանց համար վկայությունն էր, դու պատրաստ կլնես նշան լինելու համար։ Որտեղ հիշի դու չես գործում Աստծո համար, դու գործում ես Աստծո հետ միշտ։ Ու Աստված այդպես է գործում։ Մյուս խնդիրը, որ տեսնում ենք այդ ճանապարհի ընթացքի մեջ, սկզբից անհատներն էին, հա, նշանը։ Պենտեկոստեին Պետրոսը ընդգծում է, չէ՞, Պետրոսը կանգնեց, խոսեց, հա, Պետրոսը։ Հետո կամաց ֆոկուսը Պետրոսից անցնում առաքյալներին։ Առաքյալները։ Հետո առաքյալներից ֆոկուսը անցնում մի հատ ուրիշ իրականության։ Եկեղեցին Աստծո նշանը։ Մեզ համար նշան են հատուկ մարդիկ, բեմի ծառայողները, մեր հովիվը, մեր չգիտեմ, տասնյակի ավագը։ Մենք սովոր ենք անհատներին մեծարելու։ Իրանք ինքաղոթում է հրաշքներ ա լինում,
ինքը քարոզում է հրաշալի, ինքը աղոթում է հրաշալի։ Այո, փառք Տիրոջի իր ծառայողների համար, օծյալների համար այդպես ասած։ Բայց մի վտանգ կա, որ մենք եկեղեցուն ենք կորցնում։ Դառնում է, որ ոմանք ծառայում են, ոմանք օգտատերեր են, օգտվում են կամ հանդիսատես են։ Այդպես չի, կարդացեք Գործք առաքելոցը, եկեղեցին նշանն է դառնում։ Այն ինչ որ սկզբից անում էին առաքյալները, սկսում անել եկեղեցին։ Եկեղեցու աղոթքներով հրաշքներ էր լինում։ Եկեղեցին խոսքը վկայում էր։ Հիշում եք, որ առաքյալներին առաջի հալածանքը լինում է 4 գլխում կարդում ենք այդ մասին։ Ու գալիս են իրանք եւ անդամալույցին որ բժշկում են, դրանից հետո հալածանքա լինում, հա, ու առաքյալները գալիս են պատմում են եկեղեցուն, գված է եկեղեցին ձայնը բարձրացրեց, սկսեց աղոթել ու տեղը շարժվեց եւ դրանից հետո գրված է համարցակ խոսքը խոսում էին, ոչ թե առաքյալները, եկեղեցին էր խոսում։ Եկեղեցին դարձավ Աստծո քարոզչության, Աստծո խոսքի, Աստծո հայտնության ագենտը, տենց ասած, գործավարը։ Երբ որ երուսաղեմցիները տեսնում էին, որ այդ տարբեր ազգերից, չգիտեմ, Կապադովկիայից, Պարսկաստանից, Մարերը եւ այլն մինչեւ Հռոմ, հա, այդ բոլոր այդ ազգերի անունները որ նշված է, որոնցից հրեաները եկել էին Երուսաղեմ եւ Պենտեկոստեին, երբ որ տեսան այդ իրանց լեզուներով այդ 120 հոգուն, ովքեր գալիացի էին եւ իրանց լեզուները չէին սովորել, բայց այդ լեզուներով մեծարում էին Աստծուն ու Պետրոսը քարոզեց, հավատացին, չէ՞։ 3000 հոգի դարձան։ Ովքեր էին 3000? Երուսաղեմցիներ չէին իրենք։ Դրանք բոլոր այդ ազգերից եկած մարդիկ էին, ովքեր ում կպավ Աստված եւ իրանք դարձան այդ առաջի համայնքը, եկեղեցին առաջի։ Գիտեք ինչն է զարմանալի։ Երկու հարևան իրար այդ լեզու չեն գտնում։ Տարբեր ազգերից, տարբեր մշակույթներից, տարբեր հասկացողություններով մարդիկ իրար հետ մի սիրտ մի հոգի են գրված։ Ողջ եկեղեցին մի սիրտ մի հոգի է։ Այդ մարդիկ են, ովքեր լրիվ տարբեր բաներ տեղերից էին եկել, տարբեր սովորություններ ունեին, տարբեր մշակույթներ ունեին։ Ու իրանք բոլորը մի սիրտ մի հոգի են, դա միայն Աստված կարող է անել։ Իմ երազանքն է, որ հայերը մի օր այդպես լինեն, չասեն դու բաքվեցի ես, դու արցախցի ես, դու չգիտեմ որտեղցի ես, թշնամին միշտ բաժանել ամեզ ու հաղթել են մեզ։ Որ հրեաները մեզնից վատ էին այդ իմաստով իրար հետ բաժանված, գալիացի եք, չգիտեմ որտեղացի եք, իրանց մեջ էլ կա, թշնամին բոլորին է ապականել, հավատացեք ինձ։ Բայց այդ հրաշք էր, նշան էր, որ այսքան տարբեր մարդիկ իրար հետ մի օր չի, երկու օր չի։ Գիտեք առաջի հալածանքը 8-րդ գլխում, որ գրված է Ստեփանոսի մահով, որ եկեղեցին ծրվեց, մոտ 10 տարի անց էր Պենտեկոստեից։ Տարիներ այդ մարդիկ իրար հետ տարբեր, ոչ թե լավ, առաջի մի պահը հեշտ է, լավ, ինչ-որ լծվեցին, ինչ-որ էմոցիոնալ բան կար իրար հետ, տենց։ Չէ՞ ոնց է, ասենք սիրարվում են իրար վրա տղա աղջիկ, սկսում սիրարված են, բայց հենց մի քիչ իրար հետ ապրում են, սկսում է խնդիրները, չէ՞։ Տենց չի ձեր մոտ։ Մի բան նորմալ չի դա, տենց չի, պետք է նորմալ է, տարբեր մարդիկ, տարբեր ընկալումներով, տարբեր արժեքներով սկսում են բախվել։ Այդ էյֆորիական առաջի ջերմ զգացումները, երբ որ անցնում է։ Կարելի է մտածել սկզբում տենց է գուցե լավ, մարդիկը տենց վայ այդ Պենտեկոստեի հետ օրհնված են, բայց ապրել տարիներ իրար հետ։ Հաց կիսել միասին։ Ամեն մեկը ինչ ուներ, բերում էր, բաժանում էին իրար մեջ, ոչ մի կարիքավոր չկար։ Սա միայն հրաշքը կարներ։ Դրա համար ամեն օր Աստված ավելացնում էր եկեղեցուն փրկվածներին։ Գիտեք ինչի, որովհետև նայում էր ասում էր սրանք Աստծո մարդիկ են։ Այս ինչ որ իրանք ունեն իրար հետ, միայն Աստված կարող անի։ Եթե Աստված չի կարա սա լինի։ Սա մարդու ձեռի գործ չի, սա Աստծո գործն է։ Եկեղեցին է նշան Աստծո համար։ Քարոզիչները չեն, հրաշքներ գործողները չեն, ճոխ փառաբանությունը չի, փառտիրոջը բոլորի համար էլ։ Իրական նշանը Աստծո իրականության, Աստծո ընտանիքի, որ մենք տունն ենք, Աստծո ընտանիքն ենք, այդ Աստծո եկեղեցին է։ Ինչպես ենք մենք իրար հետ, ինչ հարաբերություն ունենք իրար մեջ։ Գիտեք, ինչքան եմ ես լսել կողքից մարդիկ ասում են, այդքան տարբեր եկեղեցիներ կաք, այ որ դուք այտենց իրար հետ չունեք, ես լսում եմ սա նրանից է, բամբասումն է նրանից, մենք ինչի՞ պիտի հավատանք ձեզ։ Ու ճիշտ են ասում։ Հիսուսի աղոթքները Հովհաննեսը հատուկ նշում է, որ իրանք մեկ լինեն,
ինչպես մենք մեկ են։ Ու սրանից իմանան, որ իրանք իմ աշակերտներն են իմանա, երբ որ ինչ ունենակ, սեր ունենակ իրար հանդեպ։ Վերջի ժամանակվա Աստծո վկան, դա ոչ թե երկու մարգարեներ են, որոնք կգան, դա եկեղեցին, իրականում երկու օծյալներն են։ Մեկը Իսրայելն է, մյուսը եկեղեցին է։ Երկուսի վրա է երևալու Աստծո նշան, Աստծո փառքը։ Աստված ուզում է նման եկեղեցի լինենք, նշան լինելու եկեղեցի։ Իսկ դա հնարավոր է, երբ որ մենք ամեն մեկս անձամբ ապրում ենք Տիրոջ հետ մեր կյանքում, մեր կենցաղի մեջ։ Ոչ թե Տիրոջը հիշում ենք ծառայությունից ծառայություն, ոչ թե Տիրոջը հիշում ենք ուղղակի առավոտ մի փոքր աղոթեցինք, մի փոքր կարդացինք վերջ օրվա մեջ, ամեն պահի, ամեն ինչի մեջ Տիրոջ հետ ենք։ Հրավիրել ենք իրան մեր կյանքի մեջ, ապրում ենք իր հետ, դրա համար կարանք իր համար ապրենք։ Դա համար իմաստ ունի մեր առաքելությունը գտնել այս կյանքի, մեր կոչումը գտնել, որտեղ իր հետ ենք, իր միջոցով, իր համար եւ դեպի իրան ամեն բան։ Այդ ժամանակ ես ու դու որպես համայնք մեկ կլինենք, մի սիրտ, մի հոգի, դա համար մեր մեջ կարիքավոր չի լինի, ոչ մի կարիքավոր, թե նյութական, ամենակ նյութականը չի։ Մարդիկ ընկերության կարիք ունեն, մարդիկ հարաբերության կարիք ունեն, մարդիկ սիրո կարիք ունեն, հորդորանքի կարիք ունեն, խորհրդի կարիք ունեն, տաք հացի կարիք ունեն։ Եթե մենք չենք իրար հետ, իրար համար, ուրեմն մենք եկեղեցի չենք։ Մենք կրոնական լավ քարոզչական կազմակերպություն ենք, բայց մենք Աստծո տունը չենք։ Ու սա գալիս է ամեն մեկիս հետ, որտեվ երբ որ ես Հիսուսի հետ եմ, ինքը գիտի քո կարիքը։ Դու կարող ես չհասեցել, բայց եթե ես Տիրոջ հետ եմ, ինքը ինձ կասի, այն քրոջդ մի հատ զանգի լարձրա ինչպես է, քո կարիք ունի, այն մեկի ես ինչի կարիք ունի։ Ամենամեծ օրհնություն իրականում Տիրոջը լսել իրար համար, իրար հասնել Տիրոջ։ Գիտեք ինչ քաղցր վկայություն է, որ մեկը քեզ մեկ էլ ասում է, Տերը ինձ հիշացրել է քո մասին, ինչ կարիք ունես, աղոթում եմ քո համար հիմա։ Այ որ ասում ես, Տեր, հայտնվի գրկեմ մի հատ, էլի քեզ։ Չեք ունեցել այդ զգացումը, նա Տերևաս գրկեմ շնորհակալություն ասեմ։ Տերը ասում է, ուզում ես գրկես, գնա այն ինչին գրկի, այն ես եմ, գրկի իրան, ծառայի իրան, օրհնի իրան։ Ուզում հրավիրեմ ձեզ իմ աղոթքի։ Ինչ որ Հռոմի երազանքն էր ազգերին մեկ դարձնել, սրով չստացվեց, բայց Սուրբ Հոգու միջոցով Հիսուսի սիրով ստացվել է ու ստացվելու է։ Մենք զորություն ունենք վերևից Աստծո համայնքը լինելու համար։ Մենք զորություն ստացանք ոչ թե ուղղակի գնանք հրաշքներ անենք աշխարհում, զորություն ստացանք Աստծո ընտանիքը լինելու համար, իրար սիրել կարողանալու համար։ Իրարից շատ տարբեր մարդիկ, տարբեր սեռի, տարբեր տարիքի, տարբեր սոցիալական շերտերի, բայց մի սիրտ, մի հոգի լինելու համար։ Այ մենք դրա զորությունն ենք ստացել։ Պենտեկոստեն դրա զորությունն էր։ Ու այսօր խեղաթյուրվել այդ զորությունը գնալ, հրաշքներ գործելն է, այդ զորությունը իրար սիրելն է։ Իրար հետ մի ընտանիք, մի համայնք դառնալն է։ Ու ուզում եմ վերջացնեմ մի խոսքով։ Առաքյալներից բացի մեծ կարևոր շեշտ դրվեց, ցույց տրվեց մյուսների վրա, ովքեր առաքյալներ չէին, բայց հենց դրանով ցույց տրվեց, որ Աստծո ֆոկուսը համայնքն է, սովորական մարդիկ են, Ստեփանոսի նման, Փիլիպոսի նման, որոնք առաքյալների մեջ չէին, Հիսուսի հետ չէին քայլել, բայց յուրատու կյանք ունեցան։ Ու միակ մարդը, ում համար գրված է, որ երբ որ կանգնեցին ացյալի առաջ Ստեփանոսին ու քահանապետը հարցեց, լսում ես ինչ են քո դեմ մեղադրում, ինչ մեղադրանքներ են բերում, արդյոք դա այդպես է, ու այդ մեղադրանքները մահվան մեղադրանքներ էին, այնքան մահապարտության, իսկ եթե ճիշտ է կյանքդ գնալու է, խլվելու է։ Գրված է, երբ որ ատյանը նստողները նայեցին Ստեփանոսին, ինչ տեսան, դեմքը հրեշտակի պես տեսան, առանց վախի, խաղաղության, լույսի մեջ, ու դա առաքյալ չէր, դա սովորական իմ ու քո նման եղբայր էր։ Աստված ուզում է մեզ բոլորիս այդպես տեսնի, դա համայնքի արդյունքն է, դա ընտանիքի մաս լինելն է, որպեսզի ամեն մեկից դեմքը հրեշտակի դեմքի պես լինի, Աստծո ներկայությունը արտահայտող, Աստծո սրբությունը արտահայտող,
Աստծո սերը արտահայտող, Աստծո խաղաղությունը արտահայտող։ Ամեն։ Եկա ուտենք։